Մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ճիշտ ասած մտադրություն չունեի ելույթ ունենալու, բայց երեք այստեղ այնպիսի մտքեր հնչեց, որ չարձագանքել չեմ կարող։ Ճիշտ է, ժողովուրդը հոգնել են արդեն մենք ասեցինք, դու ասեցիք, նրանք ասեցին, բայց այս դիսկուրսի մեջ չէի ուզում մտնել, բայց պետք է ասեմ։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ոնց կարելի է մահկանացու մարդուն, միս ու արյուն ունեցող մարդուն, ուխտը խախտած մարդուն, սուտ խոսացող մարդուն բերել ու նույնականացնել Հայաստանի Հանրապետության հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Ժողովուրդ, այս խոսույթը բերեք վերջացնենք, որովհետև մի մահկանացու մարդ չի կարող եկեղեցի լինել։ Տիկին Գալստյանը լավ է որ եկավ, երեք այստեղից խոսեց կանոնադրության մասին եկեղեցու, բայց երբեք չխոսեց այդ կանոնադրությունը խախտած, այդ ուխտը խախտած մարդու մասին, որովհետև իրան ներկայացնում են որպես եկեղեցի։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա հայ հավատացյալների աղոթատեղին է, եւ ինչպես կասեր մեր Տեր Հիսուս Քրիստոսը, դա Աստծո տունն է, եւ նույնականացնել ինչ-որ մարդու հետ դա լուրջ չի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Մարիա Կարապետյան, համեցեք։ Մեծարգո նախագահ, շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, իհարկե անօգուտ է կրկնել ընդդիմության համար, որ մեր սահմանադրության մեջ գրված է, որ կրոնական կազմակերպություններն են անջատպետությունից, այլ ոչ թե եկեղեցին է անջատպետությունից, եւ պարոն Դանիելյանը 3 ամբիոնից կրկին անգամ ասեց, որ եկեղեցին է անջատպետությունից, որպեսզի այն արտոնությունը, որը նրանք երևակայում են, վերաբերելի լինի ոչ բոլոր կրոնական կազմակերպություններին։ Այդ պարագայում ակնհայտ կդառնար, որ խոսքը ոչ թե արտոնության մասին է, այլ սահմանափակման մասին է։ Բայց նաև նա մի երկրորդ միտք էլ հավելեց, կրկնելով, որ սահմանադրության այս դրույթը, թեկուզ աղճատված, դարերով եկած կարգն է։ Այսինքն ըստ մեր ընդդիմության, մեր սահմանադրությունը ոչ թե ժամանակակից աշխարհի դրվածք է ձևակերպել, այլ ինչ-որ մի դարավոր կարգ։ Ուզում եմ հստակեցնել, հիմա ես կբացեմ, թե սա մասնավորապես ինչ են շակում, հստակեցնել, որ ամեն ինչի դարավորը չէ, որ լավ է, եւ եթե դուք ասում եք, որ պետության կարգը սահմանադրության մեջ ուրեմն դարավոր կարգն է, մի պահ պետք է վերադառնանք եւ հասկանանք, որ նախ մենք տևական ժամանակ պետություն չենք ունեցել, հետեւաբար դա այլ պետությունների եւ եկեղեցու հարաբերության մասին է ամենայն հավանականությամբ ձեր երևակայության մեջ, իսկ երբ ունեցել ենք խոսքը եղել է նախարարական տների մասին եւ այո, ձեր քաղաքական գիծը, եթե վերլուծենք, մոտավորապես այդ նախարարական տների նմանությամբ երևակայվում է, որ կա Ներսիսյանների ընտանիքը, խոշոր կալվածատեր հայ առաքելական եկեղեցու հողերի եւ վանքերի, կա Կարապետյանների ընտանիքը, կա Քոչարյանների ընտանիքը, դա ձեր քաղաքական երևակայությունը եւ դուք երևակայում եք, որ դա նրանցից յուրաքանչյուրը իր ազդեցության գոտին ունի եւ նրանք միմյանցից անջատ են։ Եվ քանի որ այս ընկալումը կա, ես օրենքի համատեքստում ուզում եմ ապագա բոլոր գործընթացների համար հստակեցնել, որ օրենսդիրի մենք կքվեարկենք այս օրենքը եւ ինքը ուժի մեջ կմտնի։ Մեր ընկալմամբ, երբ ասում ենք հանրային շահին չպետք է հակասի ապագա իրավական գործարքը, նկատի ունենք, որ եկեղեցու սեփականությունը բոլորիս ընկալմամբ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ այդ շահին չպետք է հակասի ապագա որևէ հնարավոր
գործարք։ Շնորհակալ եմ։ Դահլիճում խնդրում եմ լրություն։ Արթուր Հովհաննիսյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարակի ձգուծով հանդես կգա արտահայտության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, տեղեկացնեմ, որ եկեք համեցեք դուք։ Հա, ներողություն եմ խնդրում, չէի տեսել ձեր ֆրակցիայից հայտը, համեցեք։ Մի վարքան ներողություն եմ խնդրում, ֆրակցիայից ելույթ կունենա Հայկ Կոնջոյանը։ Տեղեկացնեմ, որ քիչ հարցեր կան եւ քվեարկություններ են լինելու, հենց որ դահլիճից Շնորհակալություն մեծարգո ազգային ժողովի նախագահ, երեք մենք քննարկում էինք այս շատ հետաքրքիր թեման եւ ընդդիմությունը հերթական անգամ մեզ մեղադրում էր հայ առաքելական եկեղեցին ասպատակելու կամ եկեղեցու վրա հարձակվելու մեղադրանքներ հնչեցնում եւ ես ուղղակի ուզում եմ երեկվա քննարկման շարունակության տրամաբանության մեջ հերթական անգամ ովքեր որ բաց են թողել հիշեցնել հետեւյալի մասին հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն Կտրիչ Ներսիսյանը եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդը, այդ Գեղարդից մի մաս նվիրել է այլ պետության ներկայացուցչի։ Այն Կտրիչ Ներսիսյանը, որի եղբայրը ըստ հրապարակված փաստաթղթի KGB-ի գործակալ է։ Հետո մի այլ հոգևորական Կտրիչ Ներսիսյանի մերձավոր շրջապատից ասողիկը ասել է, որ ուրեմն Կտրիչ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք ցանկացած մասունք նվիրել ցանկացածին անկախ նրանից այդ մարդը աշխարհական է թե հոգևորական, այսինքն ինչ ասում, ասում ցանկացածին Կտրիչ Ներսիսյանը կարա տա։ Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը, ով կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը եւ ունի զավակ կամ զավակներ, ովքեր աշխարհական են։ Եվ Կտրիչ Ներսիսյանը, ինչպես ասում է ասողիկը, կարող է ցանկացած բան նաև նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշին կամ երրորդ պետությունների։ Հիմա մեր ընդդիմությունն ասում է, որ մենք ենք հարձակվել եկեղեցու դեմ եւ ոչ թե ասենք բանը Կտրիչ Ներսիսյանը։ Բայց այս ամբողջ իրավիճակի վրա իրականում լույս սփռեց տիկին Լիլիթ Գալստյանը, որ եկավ եւ մի հատ մոգական բառ ասեց, աբրակադաբրա, եւ իրականում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ասեց, չէ, ոչ թե Կտրիչ Ներսիսյանը տվել է դա կամ նվիրել է, նա ընծայաբերել է դա։ Այդտեղ ամեն ինչ տեղն ընկավ։ Քանի որ Կտրիչ Ներսիսյանը ոչ թե տվել է, նվիրել է, այլ ընծայաբերել է Գեղարդը, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Մենակ ուղղակի հետաքրքիր է իմանալ, ասենք այդ նույն տրամաբանությամբ Լիլիթ Գալստյանի կարող է Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին ընծայաբերել է Հայաստանի գույքը Ռուսաստանին, կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին Ղարաբաղի դիմաց, կամ օրինակ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանը ըստ դատախազության իր $200 միլիոն ընծայաբերել Ղարաբաղից տեղահանվածներին։ Մենք անցած տարի 250 միլիոն վարկ ենք վերցրել պետությունը, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցը լուծի։ Ես առաջարկում եմ Տիկին Գալստյան, ձեր ղեկավարին ասեք, որ իր այդ 200 միլիոնը ընծայաբերի, նվիրի Ղարաբաղից տեղահանվածներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լրություն դահլիճում։ Տիկին Գալստյան չի լսվում ինչ եք առաջարկում, ելույթ կգրանցվեք, կասեք ձեր առաջարկը։ Այ հիմա համեցեք պարոն Դադունց որպես հարակից զեկուցող։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, երեք ըստ էության առիթ ունեցանք քննարկելու եւ նաեւ ներկայացնելու կառավարության դիրքորոշումը այս հարցի առումով։ Իմ ելույթը օգտագործելով անդրադառնամ պարոն Խաչատրյանի երեկվա հարցին, որ հնչեցրեց կապված այն բանի հետ, որ խոսում ենք, որ այստեղ խոսք է գնում մշակութային օբյեկտների մասին, նաև բերվեց օրինակ արդյոք Գեղարդը դա կարող ենք համարել հայկական մշակութային ժառանգություն թե ոչ, եթե ճիշտ եմ հիշում հարցը։ Ըստ էության դա կարծում եմ ավելի շատ գիտական բանավեճի հարց է, դրա մեջ չմտնենք, բայց այս նախագիծը այլ բանի մասին է, սա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին է եւ կարծում եմ որևէ կասկած չկա, որ եթե Հայաստանի Հանրապետության տարածքում կա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան, ապա դա մեր պատմական եւ մշակութային ժառանգությունն է, դա օթից չի ընկել, չգիտեմ, Ֆրանսիայից չենք բերել, դա մերն է եւ ըստ էության գտնվում է մեր պետության պաշտպանության եւ հոգացության ներքո։ Եվ ինչպես նաեւ երեք նշեցի,
այս նախագիծը հենց դրա մասին է, որպեսզի ապահովի օրենքի շարունակականությունը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ պաշտպանության տեսանկյունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, զբաղեցեք ձեր տեղը։ Գիտության կրթության ավելացնելու բան ունեք։ Չկա։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյան, ավելացնելու բան ունեք։ Համեցեք։